շագանակագեղձի ադենոման կարծես խնդիր է, որը ախտահարում է գրեթե բոլոր տղամարդկանց։ Ադենոմա ունեմ, երբեմն էլ ադենոմիա ունեմ շագանակագեղձում, այսպես են ասում։ Շագանակագեղձի ադենոման սեռական ֆունկցիայի վրա չի ազդում։ Առաջին հարցերից մեկը դա է, չէ՞։ Այո։ Ասում եմ, դե իմ PSA այսքան է, ես հիմա դեղորայքային բուժում եմ ստանում կամ ընդհանրապես վիրահատություն էլ ցուցված չի, բայց չարորակ խնդիր ունեցող մարդու դեպքում արդեն սա լուրջ խնդիր է։ Դրանք լրիվ տարբեր հիվանդություններ են։ Կարող է առաջանալ օրինակ հարց հիվանդների մոտ։ Իմ ես ծանոթի մոտ 60 տարեկանում վիրահատեցին, բայց պապիկս 85 տարեկան էր, դեղ խմելով ապրեց, հա։ Հիվանդները չեն լսում բժշկին վատ ինքնազգացողությամբ կամ անգիտակից վիճակում հայտնվում են ռեանիմացիայում, որտեղ կրեատինինը բարձր թվերի վրա է լինում։ Այս դեպքում արդեն էլ չենք կարող օգնել պացիենտին։ Այս դեպքում արդեն սկզբից մտածում ենք հիվանդի կյանքը փրկենք։ Եթե պատկերացնենք շագանակագեղձի նարինջը, լազերով ամբողջական անջատում ենք, հրում ենք իրեն ընկնում միզապարկի խորոջ եւ իրեն հատուկ դանակի միջոցով աղում ենք եւ մաքրում ենք։ Էլի լապարասկոպիկ եղանակով ենք անում։ Սա էնդոսկոպիկ է կոչվում։ Եթե լապարասկոպիան պահանջում է, որ պետքա 2-3 փոքր կտրվածք լինի, այս դեպքում ոչ մի կտրվածք չի լինում։ Արդեն 50 տարեկան ես, կյանքիդ մեջ մի անգամ սոնոգրաֆիա չես անցել, PSA չես հանձնել, այ վիդեոյի մեջ բժիշկը սենց էր ասում, պետքա գնանք հետազոտման։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք շագանակագեղձի ադենոմայից։ Իմ հյուրս Լամեդ բժշկական կենտրոնի օրոլոգ Մեհեր Մխիթարյանն է։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ Անին ջան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք ինձ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ կարևոր թեմայով ենք խոսելու, որովհետև շագանակագեղձի ադենոման կարծես խնդիր է, որը ախտահարում է գրեթե բոլոր տղամարդկանց։ Իրականում շագանակագեղձի ադենոման այդպիսի վախենալու խնդիր չէ, որովհետև այդ ադենոմա բառը ավելի հաճախ երիտասարդ տղամարդկանց մոտ սարսափ է առաջացնում, երբ որ սոնոգրաֆիկ հետազոտության պատասխան իրենց ձեռքին գալիս է, բժիշկ ջան, ես լուրջ խնդիր ունեմ, ադենոմա ունեմ, երբեմն էլ ադենոմիա ունեմ շագանակագեղձում, այսպես են ասում։ Շագանակագեղձի ադենոման դա շագանակագեղձի բարորակ գերաճն է։ Շագանակագեղձում 45-ից 50 տարեկանից սկսած դա պայմանավորված է մեր գենետիկ կոդով, ինչ ենք ստանում մեր նախնիներից, ինչ գեներ ենք ստանում։ Շագանակագեղձում նյութափոխանակությունը փոփոխվում է եւ սկսում է շագանակագեղձը չափերով մեծանալ, այնտեղ առաջանում է աճում է հյուսվածք, որը կոչում ենք ադենոմա, բարորակ գերաճ։ Բայց դա բացարձակ ինձ մոտ չի նշանակում, որ պետքա հանգիստ լինել ու մտածել, դե լավ ադենոմա է, չի խանգարելու ինձ։ Ամենևին պետք չէ անհանգստանալ, բայց նաև պետք չէ ականջի հետև գցել եւ անտեսել շագանակագեղձի ադենոման, որովհետեւ հաշվի առնելով, որ հիմնականում սկսում է 45-50 տարեկանից այդ փոփոխությունները եւ նաեւ այդ տարիքում են սկսում շագանակագեղձում չարորակ process-ները, ապա յուրաքանչյուր տղամարդ պետքա 45-ից սկսած պրոֆիլակտիկ հետազոտվի։ Եվ սրանք շատ պարզ հետազոտություններ են, սոնոգրաֆիկ հետազոտություն պետք է անենք, PSA տեստ պետք է անենք եւ եթե հիվանդը ունի նաեւ միզարձակման խնդիրներ, պետքա նաեւ հատուկ սարքի օրոֆլոմետրի միջոցով գնահատենք հիվանդի միզարձակման ֆունկցիոնալ չափանիշները, տեսնենք իրականում ինչքան լավ կամ ինչքան վատ է միզում հիվանդը եւ ինչքան են փոփոխվել իր միզարձակման ցուցանիշները։ Տեսեք, ասեցիք, որ վախենալ պետք չէ ադենոմայից, բայց ենթադրում եմ, որ բուժում էլ է պահանջում։ Վախենալ պետք չէ, վերաբերվում է ավելի շատ երիտասարդ տղամարդկանց, ովքեր ասեցի ահաբեկված գալիս են, որ իրենք ունեն շագանակագեղձի ադենոմա։ Ամենևին շագանակագեղձի ադենոման սեռական ֆունկցիայի վրա չի ազդում։ Առաջին հարցերից մեկը դա է, չէ՞։ Այո, բայց շագանակագեղձի ադենոման առաջացնում է նախ միզարձակման խնդիրներ սկզբից։ Հիվանդներն ունենում են դժվարամիզություն, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն, երբեմն գիշերային հաճախամիզություն, մեզը պահելու դժվարություններ են ունենում, հա, եւ սկսում են ինչքան շագանակագեղձի փոփոխությունները չափերով ինչքան մեծանում է շագանակագեղձը, սկսում են ավելի փոփոխվել, այս գանգատներն ավելի սրանալ, ավելի անհանգստացնել, հիվանդների կյանքի որակը ավելի վատանում է։ Բայց ցավոք սրտի այսպիսի մի բանի ենք մենք միշտ առնչվում, մի գաղափարի, որ հիվանդները գալիս են արդեն միզակապությամբ, երբ որ հիվանդի մեզը կապվում է, չի կարողանում հիվանդը միզապարկը դատարկել, ստիպված շտապօգնությամբ
գալիս է հիվանդանոց եւ իրեն միզային կաթետր է դրվում, որպեսզի միզապարկը դատարկվի, երբ որ հիվանդին հարցնում ես, իսկ ինչու շուտ չէիք դիմում, սա մեկ օրվա խնդիր չի, սա միանգամից առաջացող խնդիր չի, ասում է դե բժիշկ ջան, մտածում եմ որ տարիքի հետ նորմալ է, որ ես վատ եմ միզում, շուշուտ եմ միզում, ընդհատվելով եմ միզում, զուգարանից դուրս եմ գալիս, նորից հետ եմ գնում 2 րոպե կամ 1 րոպե հետո միզում եմ, որովհետեւ լրիվ չի դատարկվում, այդպիսի զգացողություն ունեմ։ Այ այս գանգատները պետք չի արհամարել։ Ինչի, որովհետև շագանակագեղձի ադենոման բարորակ է, բայց տարիների ընթացքում, երբ որ ինքը աստիճանաբար աճում եւ միզուկը խողովակը, որտեղով որ մեզը դուրս է գալիս, սկսում է նեղացնել, միզապարկի համար ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Միզապարկը ծանրաբեռնված, եւ ծանրաբեռնվածությունը ավելի գնալով շատանում է, որ կարողանա այդ մեզը դուրս հանի այդ նեղացող միզուկով։ Եվ ինչ որ մի փուլում սկսում է հոգնել միզապարկի մկանը։ Եվ առաջանում է մնացորդային մեզ։ Հիվանդը միզապարկը գնում է զուգարան դատարկում է, բայց ամբողջական չի դատարկում, մնում է մնացորդը։ Եվ միզակապությունները լինում են երկու ձևի՝ սուր, երբ որ մնացորդային մեզը շատ չի, հիվանդի մեզը կապվել է, եւ խրոնիկ։ Այս խրոնիկ միզակապությունը ավելի վտանգավոր է, որտեղ սա դանդաղ ընթացք է ունենում։ Հիվանդը սկսում է միզել, բայց մեզի քանակները փոփոխվում են, այսինքն հիվանդը կարող է 100 մլ միզել, բայց օրինակ ունենալ 300, 400, 500 եւ մինչեւ միլիտր ու կես մնացորդային մեզ։ Եվ սրա ավելի ուշ փուլերում, երբ որ միզապարկը այնքան լցված է լինում, որ տեղ չկա վերևից երիկամներից միզածորաններով մեզը իջնի միզապարկ, սկսում է հիդրոնեֆրոզ, երիկամներն են լայնանում եւ սկսում է ազոտը բարձրանալ եւ շատ հաճախ տեսնում ենք հիվանդներ, որոնք շատ բարձր կրեատինինով, ժողովրդի լեզվով ասած ազոտի ցուցանիշով, հա, դիմում են հիվանդանոց եւ երբեմն նաեւ դառնում են դիալիզի հիվանդներ։ Ամենաբարորակ, հասարակ ադենոմայի գանգատները, խնդիրները արհամարելու պատճառով կյանքի ընթացքում գալիս ենք հանգում ենք ուշ փուլերում մինչև դիալիզի հիվանդ են դառնում հիվանդները։ Այն ամենասկզբնական շրջանում մարդը ոնց հասկանա, արդեն իր մոտ խնդիր է զարգանում։ Որպես այսպիսին, որ ասենք օրինակ 6 անգամից ավել եք միզում, կոպիտ ասած, արդեն դուք շագանակագեղձի խնդիր ունեք, պետք է գաք, այսպես չեն կարող գնահատել, որովհետև մենակ հաճախամիզությամբ չի գնահատվում շագանակագեղձի առաջացած խնդիրները։ Հա, պետքա տեսնենք մեզի շիթը թուլացել է, թե չի թուլացել։ Հաճախամիզությունը արտահայտվում է գիշերը, ցերեկը, սրանք տարբեր խնդիրներ են, այո։ Հիվանդը հավելյալ խնդիրներ ունի, թե չունի, շաքարային դիաբետ, սրտային խնդիրներ, հա, բայց ամեն դեպքում, եթե տղամարդը զգում է ինչ որ նորմայից դուրս զգացողություն, օրինակ ինչ որ միզարձակման այդ խնդիր, որը իր կյանքի որակը վատացնում է կամ ինչ որ ձևով անհանգստացնում է իրեն, կապ չունի ինչ տարիքում է տղամարդը։ Պետքա դիմեն բժշկի, պետքա հասկանան տվյալ խնդրի հիմքը ինչն է։ Շագանակագեղձի ադենոման է, բորբոքային խնդիրներն են, միզապարկի նեյրոգեն կարգավորման խանգարումներն են, ինչու՞մն է կայանում խնդիրը։ Իսկ շագանակագեղձի ադենոմայի պարագայում բոլոր դեպքերում ունենում ենք հստակ ախտանիշներ, թե կարող է ընթանալ նաև անախտանիշ։ Այ գիտեք, այսպես է, կախված է թե շագանակագեղձի ադենոման գերաճը դեպի ուր է աճում։ Կարող ենք մենք ունենալ մեծ շագանակագեղձ, չափերով մեծացած շագանակագեղձ, բայց միզուկը, որտեղով որ մեզը դուրս է գալիս, նեղացած չլինի կամ այնքան նեղացած չլինի, որ հիվանդը միզարձակման գանգատներ ունենա, եւ այդ պարագայում ոչինչ պետք չի անել այդ ադենոմային։ Այո, հիվանդը ունի, բայց հիվանդի կյանքի որակի վատացում, միզարձակման ֆունկցիոնալ խնդիրներ չի առաջացնում այդ ադենոման, ուղղակի պետք է տվյալ հիվանդին, տվյալ մարդուն հսկել կյանքի ընթացքում։ Տարին մեկ իրեն հետազոտել, ինչպես PSA-ի հետ կապված, այնպես էլ սոնոգրաֆիկ հետազոտությամբ եւ օրոֆլոմետրիայով։ Կան չէ պացիենտներ են, որ մեկը մյուսին խորհուրդ է տալիս, ասում է իմ մոտ PSA-ը օրինակ այսպես բարձր ցուցանիշի վրա է, քեզ մոտ ընդամենը, չգիտեմ, գերազանցել է 5-ը, խառնվել է իրար կամ բժիշկը քեզ ասում է անհապաղ քեզ բուժում անհրաժեշտ, վիրահատություն կամ եթե վիրահատությունն արդեն արված է, անհրաժեշտ է, չգիտեմ, ճառագայթային բուժում եւ այլն, ու այսպես մի տեսակ էս երկու հիվանդությունները, շագանակագեղձի քաղցկեղը եւ ադենոման ասոցացվում են իրար հետ այս առումով եւ պացիենտին բերում ոչ լավ իրավիճակ, հա, բուժման տեսանկյունից։ Այ կուզեմ այս մասին մի փոքր խոսենք ու պացիենտներին բացատրենք, էլի, որ այդ PSA բարձր ցուցանիշը այնուամենայնիվ հետագա էլի ախտորոշման կարիք ունի։
Նախ սկսենք նրանից, թե ինչից կարող է բարձրանալ PSA-ը, հա? PSA-ը կարող է բարձրանալ շագանակագեղձի բաղորակ գերաճից, ադենոմայից, այսինքն երբ որ շագանակագեղձի ծավալը, չափերը մեծանում են եւ այդ նյութը շատ է արտադրվում եւ արյան մեջ իր քանակը բարձրանում է։ Երկրորդը շագանակագեղձի բորբոքումներից կարող են բարձրանալ այս ցուցանիշները։ Հիվանդի միզարձակման խանգարումներից կարող են բարձրանալ PSA-ի ցուցանիշները եւ ցավոք սրտի, այո, նաեւ կարող են բարձրանալ շագանակագեղձում չարորակ գոյացությունների արկայությունից, այսինքն ուռուցքային խնդիրներից։ Բայց ամենևին PSA-ը դա շագանակագեղձի օնկոմարկեր չէ, այսինքն ինքը շագանակագեղձուն հստակ ուռուցքային ցուցանիշ չէ։ Մենք ինչի ենք PSA-ը ստուգում, որտեվ PSA-ը եթե բարձր է, մեզ մոտ կասկած է հարուցում, այո, որ կարող է նաև հիվանդի շագանակագեղձում կան ուռուցքային process-ներ, ուռուցքային խնդիրներ։ Իհարկե կախված է թե ինչ ցուցանիշ ունենք PSA-ի, հա։ Եվ սկսում ենք հիվանդին ավելի խորը, ավելի մանրամասն հետազոտել։ Եթե այնպիսի ցուցանիշներ են եւ կախված հիվանդի տարիքից, հիվանդի շագանակագեղձի չափից կասկած են հարուցում, ինչպես նաեւ ֆիզիկալ հետազոտության տվյալների հիման վրա, մենք հիվանդին այս դեպքում ոչ թե միանգամից անում ենք սոնոգրաֆիա կամ ինչ որ այլ հետազոտություններ, մենք հիվանդին անում ենք շագանակագեղձի MRT։ MRT ենք անում, որպեսզի ավելի հստակեցնենք։ Կան MRT-ով կասկածելի օջախներ, եթե կան ինչ աստիճանի փայրած սանդղակով, ինչ աստիճանի կասկածելիության օջախներ են եւ որտեղ են գտնվում։ Եթե կա MRT-ով հստակ տվյալներ, որ այնտեղ ունենք ուռուցքային խնդիր, հիվանդն ունի գենետիկ նախատրամադրվածություն, մատնային հետազոտությամբ ունենք կասկածներ, բնականաբար հիվանդին անում ենք շագանակագեղձի բիոպսիա։ Եվ MRT-ն թույլ է տալիս, որ մենք ավելի թարգեթային, ավելի հստակ բիոպսիա վերցնենք այն օջախներից, որտեղ որ կա կասկածելի հատվածներ, որոնք որ գտնում են շագանակագեղձի տարբեր հատվածներով։ MRT-ն նշում է, օրինակ, աջ բլթի այսինչ հատվածում ժամը այսինչի ուղղությամբ կա այսպիսի օջախ եւ դու սոնոգրաֆիկ կոնտրոլով այդ օջախից ավելի շատ կտորներ ես վերցնում, սա լինում է թարգետնի բիոպսիա, այսինքն հնարավորություն է ստեղծում ավելի քիչ բաց թողես ուռուցքային օջախների բիոպսիայի պարագայում։ Այսինքն այս դեպքում պացիենտը չպետք է հենվի միմիայն PSA ցուցանիշի վրա։ Հասկանալի է, որ բժիշկը վերցնում է այս բոլոր ավելի նեղ հետազոտման մեթոդները, բայց պացիենտները միմյանց խորհուրդ են տալիս, ասում են դե իմ PSA-ը այսքան է, ես հիմա դեղորայքային բուժում եմ ստանում կամ ընդհանրապես վիրահատություն էլ ցուցված չի, բայց չարորակ խնդիր ունեցող մարդու դեպքում արդեն սա լուրջ խնդիր է։ Այսինքն իրար մեջ, հա, պացիենտների շրջանում թյուր ինֆորմացիա է գնում։ Հարցս այս սրան էր վերաբերվում ու կարծում եմ հասկանալի դարձավ ձեր պատասխանից։ Շագանակագեղձի չարորակ ուռուցքները եւ ադենոման, դրանք լրիվ տարբեր հիվանդություններ են եւ անատոմիորեն էլ տարբեր հատվածներից են առաջանում շագանակագեղձի։ Եթե շագանակագեղձը պատկերացնենք, որ նարինջ է, հա, ադենոման դա շագանակագեղձի միջուկն է, եւ ապելսինի միջուկն է, միջուկային շերտից է առաջանում, իսկ չարորակ գոյացությունները մեծ մասամբ առաջանում են նարնջի կամ շագանակագեղձի կեղևային կապսուլային շերտից։ Ցավոք սրտի մեր ազգաբնակչության մենտալիտետը այնպիսին է, որ մինչև հիմա ընկերոջ, հարևանի, համագյուղացու, համաքաղաքացու խորհուրդը ավելի լուրջ, ավելի հիմնային ընդունելի է հիվանդների համար, քան թե բժշկի խորհրդատվությունը։ Բոլորը մտածում են, որ բժիշկներն ինչ-որ շահեր են հետապնդում եւ ուզում են հիվանդին հավելյալ հետազոտել։ Երբեմն հիվանդները մտնում են ինտերնետ, տարբեր ինֆորմացիաներ են կարդում եւ իրենց որոշում են կամ նույն ծանոթ հարազատի խորհրդով որոշում են, որ իրենց PSA-ը վախենալու չի եւ պետքա չհետազոտվեն։ Եվ անցնում են 1 տարի, 2 տարի ականջի հետև են գցում եւ գալիս են արդեն այն փուլերում անեջան, երբ որ մենք ոչինչ չենք կարող անել։ Մնում է մեզ հորմոնային թերապիաներ անել կամ ճառագայթ առաջարկել հիվանդին, քիմիա առաջարկել հիվանդին, որոնք որ հիվանդի կյանքը երկարացնում են, բայց ցավոք սրտի ամբողջովին չեն բուժում հիվանդին ուռուցքային խնդրից։ Բայց ինքը այդ ոսկե ժամանակը, որ ինքն իրեն լսեց, ինքը ինտերնետին լսեց, ինքը հարազատին լսեց, այն մեկին լսեց, այդ ոսկե ժամանակը կորցնում է, երբ որ մենք կարող էինք, օրինակ, եթե չարորակ էր, մեկ վիրահատությամբ հիվանդին փորձեինք ամբողջովին ազատենք ուռուցքային խնդրից։ Պետք չի հիվանդը ինքը որոշի, թե իր PSA-ը բարձր է կամ ցածր է։ Դժվար չի տարին 1 անգամ, տարվա մեջ 1 օր, 1 ժամ տրամադրել, հանձնել 1 PSA անալիզ, մտնել
ուրոլոգի մոտ հարցնել, բժիշկ ջան, վտանգավոր է սա թե ոչ։ Վտանգավոր է, ինչքան վտանգավոր է, ինչ պետք է անեմ։ Վտանգավոր չէ, երբ հաջորդ անգամ հետազոտվեմ, որպեսզի ես լինեմ ճիշտ հսկողության ներքո եւ իմ ոսկե ժամանակը, որ Աստված չանի ուռուցքել ունենամ, իմ փրկվելու ոսկե ժամանակը չկորցնեմ։ Այդքան բան, որտեվ մենք ինքներս պետք է մեր առողջության մասին մտածենք։ Անդրադառնում ենք նորից նույն խնդրին, որ պետք է վստահել բժշկին։ Պետք է վստահել բժշկին, պետք չէ այլ ինչ որ բաներ մտածել բժիշկների քայլերի մեջ եւ պետք է հասկանան մարդիկ, որ իրանք կարան այդ անվստահության, այդ այլ խորհուրդներ լսելու, ինտերնետային բուժումների պատճառով կորցնեն այն ժամանակը, որը հենց իրենց կյանքի ոսկե ժամանակն է, որ իրանք կարեն այդ ոսկե ժամանակում վիրահատվեն, փրկվեն եւ իրենց կյանքը շարունակեն բարձր որակով, առանց ուռուցքի, առանց քիմիաների, առանց ճառագայթների։ Անդրադառնանք կրկին ադենոմայի մեր թեմային։ Բավական շեղվեցինք մեր թեմայից։ Կարող ենք ասել, որ տղամարդիկ շատ դեպքում խուսափում են բժշկի դիմելուց, վախենալով սեռական ֆունկցիայի հետագա խանգարումներից, հա, ենթադրել, որ կարող է վիրահատություն լինել եւ այլն։ Ինչ կարող ենք այս մասով ասել տղամարդկանց։ Նայեք, այսպես ասած, երկու մասի են կարծես թե բաժանվում հիվանդները իրենց վախերից ելնելով։ Մի մասը ահաբեկված է գալիս բժշկի սենյակ, որ բժիշկ ջան, ես ադենոմա ունեմ, խնդիր է, ես լավ չեմ, ինչ որ բաներ արդեն, որոնք թվացial են հիվանդին, եւ ամենևին դա սեռական կյանքի վրա չի ազդում շագանակագեղձի ադենոմայի արկայությունը, նամանավանդ երիտասարդ տղամարդկանց պարագայում, եւ մյուս մասը, ինչպես դուք ասեցիք, վախենում է դիմի բժշկի, որտեղ մտածում է իրանք առաջարկեն վիրահատություն, որից հետո իր սեռական ֆունկցիան կտուժի եւ ինքը չի կարողանա այլևս սեռական ակտիվ տղամարդ լինել։ Ամենևին այսպես չէ։ Եվ առաջի խումբ տղամարդկանց մոտ եւ երկրորդ խումբ տղամարդկանց մոտ վախերը անհիմն են, որտեվ շագանակագեղձի ադենոման նախ չի առաջացնում էրեկտիլ դիսֆունկցիա, սեռական խնդիրներ եւ երկրորդը շագանակագեղձի վիրահատությունից հետո բավարար ադենոմայի կապակցության վիրահատությունից հետո սա այսպես շեշտում են, որպեսզի հանկարծ իրանք չխառնեն չարորակ հիվանդության կապակցության պրոստատեկտոմիայի հետ, որտեղ պրոստատեկտոմիայից հետո մենք ունենում ենք սեռական խնդիրներ մեծ մաս դեպքերում։ Ադենոմայի բավարար հիվանդության վիրահատությունից հետո սեռական խնդիրներ, էրեկտիլ դիսֆունկցիա չի առաջանում։ Այստեղ առաջանում է մեկ խնդիր, որը կոչվում է ռետրոգրադ էակուլյացիա, այսինքն հիվանդները սերմ չեն տեսնում, ինչը անատոմիական կառուցվածքի պատճառով, երբ որ մենք վիրահատում ենք, դա բնական է, որ այդպես է լինում 80% տղամարդկանց մոտ, բայց սա սեռական խնդիր չի առաջացնում։ Եթե ունեն տվյալ տղամարդիկ մանկածնական խնդիր, այսինքն սերունդներ ունենալու, երեխա ունենալու խնդիր, այո, իրանց մոտ վիրահատությունից հետո կարա առաջանա խնդիր, որ բնական ճանապարհով չկարողանան երեխաներ ունենալ, պետք լինի էկո տարբերակով դա անել։ Բայց սեռական խնդիր, սեռական ակտիվության խնդիր, ոչ մի խնդիր, ոչ շագանակագեղձի ադենոման, ոչ առավել եւս վիրահատությունը չեն առաջացնում։ Դեղորայքային բուժման ենթարկվում է ադենոման։ Այո, դեղորայքային բուժման ենթարկվում է, բայց շագանակագեղձի ադենոմայի դեղորայքային բուժումը ինքը ժամանակավոր լուծում է, այսինքն արմատապես չկա այնպիսի դեղ, որը շագանակագեղձի ադենոման կվերացնի եւ այդ շագանակագեղձը կդառնա օրինակ 30 տարեկան տղամարդու շագանակագեղձ 70 տարեկան տղամարդու մոտ, չկա այդպիսի դեղ։ Այն բոլոր դեղերը, ինչ որ հիմա կա շուկայում, ինչ որ մենք ուղեցույցերին համապատասխան նշանակում ենք հիվանդներին, առաջի խումբ դեղերը դրանք մկանաթելերը թուլացնում են եւ հիվանդը սկսում է ավելի հանգիստ միզել։ Բայց սա ամենևին շագանակագեղձի ադենոմայի աճը չի դադարեցնում, չի կանգնեցնում, հա, չի դանդաղացնում։ Եվ հիվանդը կարող է դեղը խմել մեկը 6 ամիս, մեկը մի տարի, մեկը 2 տարի, բայց կյանքի ինչ որ մի փուլում այդ ադենոման այնքան է աճելու, նորից այնքան է նեղացնելու այս խողովակը, որ խնդիրները նորից առաջանան, դեղը չօգնի եւ հիվանդին պետք է այդ ժամանակ առաջարկել վիրահատական բուժում, որը որ արմատական բուժումը վիրահատական։ Այո, կարող է առաջանալ օրինակ հարց հիվանդների մոտ։ Ես իմ ծանոթի մոտ 60 տարեկանում վիրահատեցին, բայց պապիկս 85 տարեկան էր, դեղ խմելով ապրեց, հա։ Հարցին պատասխանում է մեր գենետիկ ինֆորմացիան։ Մենք ինչ գեներ ենք ստանում մեր նախնիներից, որովհետև այդ շագանակագեղձի աճի արագությունը
կախված է նաև մեր գենետիկ ինֆորմացիայից, մեր գեներից, հա։ Ինչքան արագ աղաչում, կախված է մեր կենսակերպից, կախված է սննդակարգից, հավելյալ քաշի առկայությունից, հա։ Եվ այնպես չի, որ մի մարդուն դեղը օգնեց երկար տարիներ ինքը չվիրահատվեց, մյուսին ինչի տարան վիրահատեցին, եթե դեղով կլիներ օգնել։ Ասեցիք շագանակագեղձի ադենոմայի դեպքում միակ արմատական բուժումը դա վիրահատությունն է։ Ունենք որևէ նորարար մեթոդ այս առումով։ Կան տարբեր տեսակի վիրահատական միջոցներ։ Ամենաավանդականը դա շագանակագեղձի տուր կոչվածն է, ներմիզուկային մասնահատումն է, որը գրեթե բոլոր տղամարդիկ լսել են։ Տուր են արել, տուր արեցինք, հա։ Ավելի մեծ գեղձերի դեպքում, երբ որ լինում է, որ ահռելի մեծ գեղձեր են լինում, հիվանդին առաջարկվում էր բաց վիրահատություն, այսինքն բաց տարբերակով կտրվածքով էինք վիրահատում, որտեղ այս տուրի պարագայում կտրվածք չկա։ Ինչպես նաև լապարասկոպիկ էր առաջարկում վիրահատությունները, բայց վերջի մի քանի տարիներին, կարելի ասել վերջի 10 տարում ավելի զարգանում է լազերային վիրաբուժությունը այս ոլորտում, որը որ հնարավորություն է տալիս ինչպես փոքր, ինչպես միջին, այնպես էլ ամենամեծ գեղձերը լազերային տարբերակով վիրահատել առանց կտրվածքների կամ առանց մեծ կտրվածքների որոշ դեպքերում, հա։ Ինչ ենք անում, եթե տուրի ժամանակ մենք էլեկտրական դանակով մտնում էինք միջուկը ներսից, կոպիտ ասած, քերում էինք, կտրում էինք, կտոր հեռացնում էինք, լազերային տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի մենք ի սկզբանե մտնենք, եթե պատկերացնենք շագանակագեղձը նարնջի կեղևի եւ միջուկի միջև եւ այդ ադենոման շագանակագեղձի կապսուլայից լազերով ամբողջական անատոմիորեն ամբողջական անջատում ենք, հրում ենք իրեն ընկնում միզապարկի խորոջ եւ իրեն հատուկ դանակի միջոցով աղում ենք եւ մաքրում ենք։ Սա ամենաանատոմիականն է, որտեղ այստեղ հավելյալ հյուսվածքներ չեն մնում շագանակագեղձի կապսուլայում, կրկնման ռիսկերը մինիմալի են հասնում եւ միզարձակման էֆեկտները շատ լավ են լինում, լավագույնն են լինում միզարձակման հետագա էֆեկտները եւ հիվանդը շատ կարճ ժամանակում է վերականգնվում, հիմնականում 1 օր 2 օր հետո գնում է տուն առանց կաթետրի։ Էլի լապարասկոպիկ եղանակով ենք անում։ Սա էնդոսկոպիկ է կոչվում։ Եթե լապարասկոպիան պահանջում է, որ պետքա որովայնի առաջնային պատին 2-3 փոքր կտրվածք լինի, այս դեպքում ոչ մի կտրվածք չի լինում։ Այս դեպքում բնական միզուղիներով, միզուկով, գործիքով, կամերայով մտնում ենք, լազերով մտնում ենք կապսուլայի եւ ադենոմայի միջև եւ սկսում ենք լազերային էներգիայով անջատել եւ նաեւ արյունտար անոթները այդ ընթացքում լազերը փակում է, ունենում ենք քիչ արյունահոսություն, անգամ մեծ գեղձերի պարագայում, ամբողջական անատոմիորեն աճած այդ բաղօրակ հյուսվածքը հեռացնում ենք եւ կարճ ժամանակում հիվանդը սկսում է նորմալ միզել ու իր բնականon կյանքի ռիթմերը ամբողջությամբ ազատում ենք, ոչ ինվազիվ եւ ամենաժամանակակից շագանակագեղձի ադենոմայից ամբողջական ազատում ենք։ Լազերային բուժումը ներկայումս ինքը սկսում է համարվել ոսկե ստանդարտ շագանակագեղձի ադենոմայի բուժման պարագայում։ Ներդրված է արդեն Հայաստանում։ Իհարկե ներդրված է, մեր կլինիկայում ներդրված է, ստանդարտիզացված է, մենք հստակ գրեթե բոլոր շագանակագեղձի ադենոմայի հետ կապված վիրահատությունները լազերային եղանակով ենք կատարում եւ դա, այսպես ասած, մեր առօրյա կյանքի ռիթմն է դարել վիրահատարանում, որ շագանակագեղձի ադենոմաների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը կատարվում են լազերային տարբերակով։ Կատարվում է լազերային էնուկլեացիա շագանակագեղձի, ամբողջական ադենոմատոզ հյուսվածքը հեռացվում է եւ հիվանդը ունենում է շատ լավ ֆունկցիոնալ արդյունքներ հետվիրահատական շրջանում։ Եվ առհասարակ լազերը ուրոլոգիայում այսպես մտել է ուրոլոգիայի մեջ, մխրճվել է ուրոլոգիական մասնագիտության մեջ եւ դարձել է մեր առօրյա գործիքը, որտեղ քարերի հետ կապված գրեթե բոլոր վիրահատությունները մենք լազերային տարբերակով ենք կատարում, շագանակագեղձի հետ կապված բոլոր վիրահատությունները լազերային տարբերակով ենք կատարում եւ հետվիրահատական ընթացքն այսպես միանշանակ շատ թեթև, հանգիստ, կարճ հետվիրահատական շրջաններ ունեն հիվանդները ու շատ լավ արդյունքներ են լինում փառք Աստծո։ Ուրիշ բան է, որ վիրահատությունից հետո, այո, կարող են մնալ որոշակի սիմպտոմներ, որոնք կապված չեն կոնկրետ շագանակագեղձի ադենոմայի առկայության հետ, կաթը չկա, այլ կախված են օրինակ միզապարկի երկար տարիներ ծանրաբեռնված աշխատող միզապարկի նյարդային կարգավորումների հետ։ Իսկ դա վերականգնվում է ընթացքում։ Որոշ հիվանդների մոտ ժամանակի ընթացքում վերականգնվում է, որոշ հիվանդների խնդիրը պահանջում է
ինչ որ դեղորայքային օգնություն, դեղորայքային բուժում, որը որ իրենց գանգատները կհանգստացնի։ Այսինքն այս դեպքում էլի նույն խնդիրն է, որքան վաղ դիմել բժշկին եւ անցնել հետազոտություններ, իրականացնել միջամտությունը, այնքան լավ արդյունք, այնքան հետվիրահատական լավ ընթացք։ Օրինակ, շատ պարզ բան է։ Եթե հիվանդը վաղ է դիմում բժշկի եւ գտնվում է ինչ որ ուրոլոգիայի կամ բժիշկների հսկողության ներքո, հիվանդը չի հասնում այն փուլերին, երբ որ ինքը ունենում է մեծ մնացորդային մեզեր, մեծ քանակի մնացորդային մեզ։ Սա ինչ է, օրինակ խոսում։ Հիվանդ ունի 500 մլ մնացորդային մեզ, գնում է, միզում է 100 մլ, 500 մնում է։ Այս պարագայում մենք չենք կարող այդ հիվանդին վիրահատություն կատարել։ Դա կլինի լազերային, կլինի ռոբոտիկ, դա կլինի լապարասկոպիկ, դա կլինի տուր, բաց, ոչինչ չես կարող անել, որտեղ հիվանդի միզապարկի մկանը հոգնել է, թուլացել է, դիսֆունկցիա է առաջացել մկանի։ Դու ինչքան էլ վիրահատես տվյալ հիվանդին, ինքը չի միզելու։ Այս պարագայում տվյալ հիվանդը պետք է սկզբից անցնի որոշակի փուլեր բուժման։ Որն է, պետք է միզապարկը միշտ դատարկ մնա։ Այս դեպքում կամ միզային կաթետր ենք դնում հիվանդը ամիսներով ապրում է միզային կաթետրով մինչև միզապարկը վերականգնվում է, գալիս է նորմալ ծավալին, նորմալ ուժին, հետո նոր վիրահատության մասին ենք սկսում խոսել եւ վիրահատում ենք, կամ հիվանդները չեն լսում բժշկին, շարունակում են այդպես ապրել եւ գալիս է մի փուլ, որ հիվանդները վատ ինքնազգացողությամբ կամ անգիտակից վիճակում հայտնվում են ռեանիմացիայում, որտեղ կրեատինինը բարձր թվերի վրա է լինում։ Այս դեպքում արդեն էլ չենք կարող օգնել պացիենտին։ Այս դեպքում արդեն սկզբից մտածում ենք հիվանդի կյանքը փրկենք այդ քրոնիկ միզակապության առաջացած խնդիրների հետևանքի պատճառով հիվանդի կյանքը փրկենք, թող փրկվի, հետո նոր որ կփրկվի ամիսներ կամ տարիներ հետո այդ միզապարկը կվերականգնվի նորմալ ծավալի, նոր հետո կքննարկենք, տեսնենք ինչ առողջական վիճակ ունի հիվանդը, հնարավոր է իրան վիրահատել, թե չէ, թե ինքը դատապարտված է խողովակով ապրելուն։ Այսինքն պետք չի արհամարել շագանակագեղձի առաջացած միզարձակման խնդիրները։ Պետք է ուղղակի տարին 1 անգամ դիմել բժշկի, գտնվել բժշկի հսկողության ներքո, գրագետ հսկվել եւ երբ որ գա ժամանակը, որ պետք է վիրահատել, անցնել վիրահատություն, պետք է դեղ խմել դեղ, հսկվել եւ չհասնել այն փուլերի, երբ որ անհնար է ինչ-որ բան անել կամ միակ հնարավորությունը միզային կաթետրով ապրելն է ամբողջ կյանքը։ Պետք չի հասնել այս փուլերին։ Որտեղ վերջի վերջո պետքա ամեն մարդ, ամեն հիվանդ, առհասարակ դա շագանակագեղձի խնդիր է, թե այլ խնդիր, հասկանա, որ ինքն է այդ առողջական խնդրով ապրելու։ Իր կինը, իր որդին, իր զավակը ցավալու են, իր կողքն են լինելու, կարեկցելու են իրան, բայց միևնույնն է, այսպես ասած, տատիների ժողովրդական լեզվով ասած, այդ ցավը ինքն է քաշելու։ Խնդիրը իրենն է։ Իրենն է խնդիրը։ Ինչի ինքը այդ խնդիրը քաշի, ինչի հասնենք դրան, եթե կարող ենք չհասնել դրան, այդ խնդիրը վաղ փուլում հաղթահարենք կամ գրագետ ձևով բուժվենք եւ ապրենք նորմալ կյանքի որակով։ Կամ մեկ ուրիշ դրսևորում սրա, հա, վատ են զգում, անհարմար են զգում իրենց զավակներին կամ կնոջը տեղեկացնել իրենց խնդրի մասին ու իրենք էլ սեփական նախաձեռնությամբ չեն գալի բժշկի։ Երբեմն էլ վատ են զգում, ասում են խնդիր չառաջանանք մեր երեխաների համար, խնդրեմ չառաջացնենք, վիրահատության խնդիր չլինի, չգիտեմ, հավելյալ ֆինանսական ծախս չլինի, բայց պետք է հարազատներն ուշադիր լինեն, տեսնեն նայն ինչքան հիմնականում կանայք, տվյալ տղամարդկանց կանայք են կարողանում ավելի ուշադիր հետևել, թե քանի անգամ գիշերն արթնացա, որվա ընթացքում քանի անգամ է տուալետ գնում, կարողանում է պահի մեզը, թե չի կարողանում շտապ գնում է տուալետ։ Երբ որ այսպիսի խնդիրներ են լինում, պետքա համոզեն, պետքա խնդրեն հորդորեն տվյալ հիվանդին, որպեսզի գա հետազոտման, գա բուժման, որովհետև շատ ավելի հեշտ է բուժել եւ լավ կյանքի որակով ապրել, հանգիստ ապրել, քան հասնել այն փուլի, երբ որ արդեն պետքա միզային խողովակով ապրել, կամ պետքա հիվանդանոց պարկել, կամ պետքա դիալիզ ստանալ։ Սա ավելի մեծ խնդիրներ է, եթե հիվանդի տեսակետից նայենք իր հարազատների համար, ավելի ցավալի է իր հարազատների համար այս խնդիրները, այս փուլերում հայտնաբերված խնդիրը, քան թե վաղ փուլերում, երբ որ պետքա մի թեթև վիրահատություն կամ դեղորայքային բուժում, ամեն հարց լուծվում է, իրանց ծնողը հանգիստ լավ կյանքի որակով ապրում է, իրենք էլ չեն մտահոգվում հետագա քայլերի կամ հետագա խնդիրների մասին։ Օրինակ նկատել եք ձեր առօրյա աշխատանքում, որ
ավելի շատ են սկսել տղամարդիկ դիմել, օրինակ այդ բարդույթները գնալով քչանում են կամ սկսել են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, կա այդ տենդենսը։ Ավելի շատ չեմ կարող ասել դիմում են թե ոչ, չունեմ համեմատական, օրինակ 5 տարի առաջվա հետ կապված, բայց կարող եմ ասել ինչն է փոխվել իմ պրակտիկայում, երբ որ կինը կամ երեխաները սկսել են ավելի հաճախ իրենց հարազատին բերել ուրոլոգի, ավելի հաճախ հորդորել, օրինակ կինը ամուսնուն հորդորում է, տարիքը այս ինչքան է, պետքա գնանք մի հատ հետազոտվես, օրինակ արդեն 50 տարեկան ես, կյանքիդ մեջ մի անգամ սոնոգրաֆիա չես անցել, PSA չես հանձնել, այ վիդեոյի մեջ բժիշկը սենց էր ասում, պետքա գնանք հետազոտման։ Այս դեպքերը, երբ որ հարազատներն են սկսում հորդորել եւ ուղեկցել բժշկի, այդ դեպքերը հստակ կարող եմ ասել շատացել են իմ պրակտիկայում։ Ավելի շատ են հիվանդի հարազատները կամ պացիենտի հարազատները հիվանդներին հորդորում կամ օգնում, երբեմն էլ ես ասում եմ բերում են բժշկի, որովհետեւ իրոք բերում են, համոզում են, չգիտեմ, կռվում են, ինչ որ ձևով հայտնվում են բժշկի սենյակում խորհրդատվության, բայց դրա մեծ մաս ճիկուջանքը կատարում է հիվանդի հարազատը, կինը, աղջիկը, տղան, հարազատը, չգիտեմ։ Շատացել են այդ դեպքերը եւ դա լավ է, ուրախացնում են, որ շատացել են, որովհետեւ մեկը մյուսի մասին հոգա տանում։ Հարազատը հարազատի մասին հոգա տանում, անտարբեր չի։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, շատ կարևոր ֆակտոր է։ Շնորհակալություն դոկտոր ջան, մեզ հյուրընկալվելու համար, մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։ Ուշադիր եղեք ձեր հարազատների նկատմամբ, որպեսզի նկատեք այն խնդիրը, որը նա ձեզանից խնամքով քողարկում է, գուցե անհարմարություններ չստեղծելու համար։ Առողջ եղեք։